Բարձրագույն ռազմական կրթություն ստանալու հնարավորությունը նախատեսվում է հասանելի դարձնել նաև ավելի բարձր տարիքի զինծառայողներին։ Պաշտպանության նախարարությունը առաջարկում է որոշ խմբերի դեպքում ընդունելության առավելագույն շեմը սահմանել 45 տարեկանը։ Գումարտակների, դիվիզիոնների եւ էսկադրիլյաների հրամանատարների ու նրանց տեղակալների համար գործող 37 տարեկանի սահմանափակումը նախատեսվում է բարձրացնել 8 տարով։ Ռազմական փորձագետները կարևորում են այս նախագիծը նկատի առնելով ռազմաուսումնական հաստատությունների նկատմամբ հետաքրքրության նվազումը։ Օրինակ, եթե 1994-95-96 թվականներին ռազմական ինստիտուտում դիմորդների թվականակը ասենք 1-ին մինչև 10 էր հասնում, որտեղ երկրի բնակչության մեջ ծնողները ցանկանում էին նաև, որ իրենց զավակները դառնան զինվորական, որտեղ դա պատիվ մասնագիտություն, հայրենիքի պաշտպանը, սոցիալապես ապահովված մասնագիտություն է, կարգավիճակ է։ Հիմա արդեն տարիներ շարունակ այնտեղ մասնագիտություններ կան, որ նույնիսկ տեղերի քանակով շատ ավելի քիչ դիմորդներ են տալիս, քան տեղերի քանակը։ Պաշտպանության նախարարությունը փոփոխությունը հիմնավորում է արհեստավարժ զինված ուժերի ձևավորման եւ ռազմական կրթության զարգացման անհրաժեշտությամբ։ Կրթության փորձագետների գնահատմամբ տարիքային սահմանափակման մեղմացումը կարող է ընդլայնել մասնագիտական պատրաստություն ստացող զինծառայողների շրջանակը։ Փորձագետները փոփոխությունը կապում են նաև համակարգում համապատասխան որակավորում ունեցող կադրերի պահանջարկի հետ։ Երիտասարդների արտահոսք ըստ նրանց դժվար թե լինի, քանի որ ռազմական ոլորտում աշխատավարձերը համեմատաբար բարձր են։ Գումարած պետությունը տարբեր սոցիալական երաշխիքներ է ապահովում զինծառայողների համար եւ այդ դրական երաշխիքները համեմատած մի շարք այլ բնագավառների ավելի են շահագրգռում երիտասարդ սերնդին աշխատել ռազմական ոլորտում։ Շատերը հատկապես այս պայմաններում, երբ որ տնտեսական տարբեր իրավիճակներում են գտնվում եւ աշխատանքի կորցնելու առաջ են կանգնած, կուզենան օրինակ զինվորական մասնագիտություններ ձեռք բերել եւ տարիքը այդ ժամանակ խոչընդոտ չի լինի եւ դա կնպաստի հաստատ եւ կրթություն, պաշտպանություն կապի ամրապնդմանը եւ բացի դրանից նորմալ կադրերի հոսք դեպի պաշտպանական բնագավառ։ Փորձագետների գնահատմամբ տարիքային շեմի բարձրացումը կարող է ընդլայնել ռազմական կրթություն ստացողների շրջանակը, սակայն կադրերի ներգրավման համար որոշիչ են նաև կրթության որակը, ծառայության պայմաններն ու մասնագիտական առաջխաղացման հնարավորությունները։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։